թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք եփող թափողները։ Միշտ ջղայնանում եմ, երբ որ իմ ներկայությամբ ասում են, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն։ Եթերում եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Ահա եւ մենք Արտյոմ Իսպիրյան, Գրանդոստի շեֆ խոհարար եւ իհարկե Հրիփսիմե Պոդոսյան, իմ սիրած կոլեգաներից մեկը, որը ոչ էփում է, ոչ էլ թափում է, այլ մարդկանց բուժում է, որտեղ բուժինֆոյի հաղորդավարուհի է, բացի դրանից արհեստավարժ բժշկուհի, Նիարթաբան, Նիարթաբան։ Նորից Առանց ի յեյով, Նիարթաբան։ Առանց ի յեյով, դե արի խեշ մեսրոք մաշտոց։ Նիարթաբան։ Ճիշտ է։ Նիարթաբան։ Այո։ Նիարթաբան։ Իմ դիագնոզը այսօր կդնենք անպայման, Արտյոմ հետ ամեն ինչ պարզ է եւ նորմալ ի տարբերություն ինձ։ Ես է ձեր հաղորդավարը այսօրվա ծրագրի եւ առհասարակ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Լավ եք։ Շատ։ Սիրում եք սնվել։ Համեղ սնվել շատ եմ սիրում։ Համեղ եւ առողջ անպայման իրար կողք պետք է լինի ձեր պարագայում, որտեվ բժիշկները տենց են միշտ։ Ոչ միշտ։ Ոչ միշտ։ Славься тебе, Господи։ Այո, իսկ ինչու է, որպես բժշկուհի, բացատրեք ինձ եւ Արտյոմ, ասենց կանենք իրականում։ Ինչի է ոչ միշտ առողջ սնունդը համեղ։ Կամ շատ պարագայում հենց առողջ սնունդը համեղ չի։ Ինչու է, այդպես։ Հետաքրքիր հարց է։ Սովորաբար այո, ոչ այսպես ասած օգտակար սնունդը ունի շատ համեմունքներ, շատ մշակման է ենթարկվում եւ երբեմն մեր ռեցեպտորների համար, համային ռեցեպտորների համար միգուցե ավելի հաճելի ու դուրեկան է։ Դրա համար շատերը օրինակ որ հիմա առողջ սննդի են անցնում, եփած բաներ աշխատում են քիչ ուտել, նախընտրում են քիչ մշակված սննդամթերք օգտագործել եւ կարծես թե մի քիչ բթացնում են իրենց ռեցեպտորները, սկզբից ինձ թվում է այդ անցումը շատ դժվար է։ Ենթադրում եմ, որ այդ մշակման եւ համեմունքների մեջ է հարցը։ Ռեցեպտորների ապստամբություն է։ Այո։ Որովհետեւ մարդ պետք է համեղ սնվի։ Չէ՞ որ համեղ սնունդը բարձրացնում է նաեւ տրամադրությունը։ Այո, Նյարդները ավելի լավ են իրենց ուզում։ Այո, ուղղակի ընդհանրապես բազմազանություն սիրում է։ Օրինակ ես էլ միշտ չէ որ նախընտրում եմ միայն միանման, քիչ մշակված, որտեղ երբեմն քո համային հոտարական այդ զգայարանները եւս պիտի, ինչպես ասենք, երես տաս մի քիչ։ Զարմացնես։ Ուղղակի էլ կզարմանա։ Այս ամենը իհարկե եթերի շրջանում էլ ավելի խորացված կզրույցենք։ Իսկ հիմա ուզում եմ Արտյոմին հարցնեմ, ինչով ենք զարմացնելու այսօր Հրիփսիմեի քիմքը եւ ռեցեպտորները։ Մեր շատ սիրելի հյուրի համար այսօր պատրաստելու ենք մեր Գրանդոս ռեստորանների լավագույն ուտեստներից մեկը, հավը պատրաստված իմբիրով եւ ռամեսկո սոուսով։ Մատուցելու ենք իր հետ խավարդ, կարտոֆիլը, չիմիչուրի սոուսով։ Ես այդքան խնդրահարույց չեմ կանանցի առումով ուտել եւ համեղ ուտել շատ սիրում եմ, բայց երևի թե մսային ուտեստներից հավն եմ նախընտրում եւ ինչ որ կանաչի, բանջարեղեն։ Երևի թե հիմնական ուտեստ անուն չասեմ, բայց թողնենք խոհարարի ընտրությանը։ Հուսով եմ, որ մեր հյուրին շատ դուր կգա։ Հավն ու իմբիրը արդեն դուրս եկավ, մնացածը։ Հավ եւ կոճապղպեղ, ինչպես ասել Մեսրոպ Մաշտոցը։ Սա փաստորեն չինական, ասիական ուտեստ է։ Ու ծագումը սոուսների ասիական եւ իսպանական սոուսներ են։ Ռամեսկո սոուսը իսպանական սոուս է, որը Իրանից ներկայացնում է հիմքայինը լոլիկ եւ բուլղարական պղպեղ։ Ավելացնում ենք նաեւ իմբիր համը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Շատ բարի։ Ես եւ Հրիփսիմեն այսօր մեզ կզգանք ինչպես այն իսպանացի ուրեմն հոգեվորականները, որը գնում էին Չինաստան, իրենց հետ տանելով քրիստոնեություն։ Իսկ այնտեղից բերում էին համով ուտեստներ նաեւ։ Так, մնացեք մեզ հետ, շատ շուտով արդեն այդ ամենը կհայտնվի մեր սեղանին եւ կսկսենք պատրաստման process-ը։ Եփող թափողները։ Ահա եւ բաղադրիչներն են այստեղ։ Հավը փաստորեն արդեն սոուսի մեջ է, ինչ որ։ Այո, նախապես մարինացրել ենք իմբիրով եւ ռամեսկո սոուսով, ինչպես շեշտեցի։ Քանի որ process-ը երկար է մարինացման, որ ամբողջ հավը վերցնի, դրա համար նախապես մարինացրել ենք եւ հիմա կփորձենք պատրաստել։
Իսկ երբ որ ես հրիպսիմ են եւ էլի մարդիկ գալիս են ձեր մոտ Grand Ost եւ ուտեստը այս ուտեստը պատվիրում եք, դուք արդեն նախապես ունեք մարինացված։ Նախապես թարմ վիճակով մարինացված արդեն ունենում ենք եւ մեր հյուրերին չենք թողնում շատ սպասել։ Հասկացա։ Так, եւ այսպեսով հավ ունենք, ստեղ ունենք թթու վարուն, կանաչ սող կարտոֆիլ, սխտոր, լոլիկ ձետ, ասիական սոուսներն են, այո, եւ պղպեղ։ Այո։ Ու լուրպակ կարակ։ Եվ ամեն ինչը պատրաստ է։ Այո, կարող ենք սկսել։ Այո։ Հրիպսիմ է, սիրում եք պատրաստել։ Սիրում եմ։ Ժամանակ ունեք։ Ամեն օր չեմ հասցնում, բայց դա իմ եւ աղջկա սիրած զբաղմունքներից մեկն է։ Պատրաստել իրականում շատ եմ սիրում, նույնիսկ կատակ ունենք, ընկերներս գիտեն, որ եթե շատ ծանր օր եմ ունեցել ու վերադառնում եմ տուն, պարտադիր ինչ որ մի սոուսով պաստա պիտի պատրաստեմ եւ դա ինձ լիցքա թափում է։ Ձեզ շատ չենք ծանրաբեռնի, ավելի շատ խոսենք, Արտյոմ դուք կարող եք սկսել։ Կարող եք սկսել, եթե ինչ որ բան պետք է անել, կարող եք Հրիպսիմեն ասել, Հրիպսիմեն դες կօգնի։ Հրիպսիմը ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությամբ եւ մտածել եք դրա մասին երբևիցե թե ոչ։ Մտածել էի դեռ ես երևի ուսանող էի բժշկական համալսարանում, մի բան կասեմ, որ դες կզարմացնի, եւ չգիտես ինչու որոշեցի, որ հեռուստահաղորդավարների դասընթացի եմ ուզում գնալ, ես արդեն բժշկականում սովորում էի։ Ահա։ Երևի մի քիչ իմ ձայնից էի դժգոհ, շատ ամոթ կաց էի, խոսել անծանոթ մարդկանց հետ կարմրում էի միանգամից։ Մի խոսքով ինչ որ բաներ կար, որ ուզում էի այդ բարդությունները հաղթահարել, եւ չեմ հիշի ինչ տևողությամբ, կարծեմ 6 ամիս տևողությամբ հաճախեցի հեռուստահաղորդավարների դասընթացի, ստացա սերտիֆիկատ, մի քիչ ձայնից վրա աշխատեցի եւ մոռացա այդ սերտիֆիկատը։ Ասեմ, որ ի տարբերություն Հրիպսիմի, ես չունեմ ոչ մի սերտիֆիկատ։ Եվ երբևիցե չեմ հաճախել ոչ միտեղ։ Դե ձեր տաղանդը բնատուր է եղել, գուցե գոր։ Կամ անտաղանդությունը եւ պարզապես դրանց չեք ամաչել։ Так, դրեցինք ջեռոցի մեջ հավիկներին։ Այո, հավը արդեն ջեռոցում է, հիմա արդեն սկսում ենք պատրաստել մեր լատինո-ամերիկյան սոուսը, որը որ չիմիչուրին է։ Մեզ դրա համար պետք է լինելու պղպեղ, սխտոր եւ մաղադանոս, էքստրաձետ եւ արևածաղկի ձետ։ Ահա, էքստրաձետը ինչ է։ Էքստրաձետը դա զեյթունի ձետն է, ուղղակի ավելի խիտ զտած, քանի որ նրա համը ավելի արտահայտիչ է։ Ահա, հասկացա։ Քան սովորական զեյթունի ձեթը, այո։ Էքստրա վերջին, այո։ Շատ բարի։ Պետք է կտրատեք։ Այո։ Դե կտրատեք։ Так, հետո մոռացաք ձեր սերտիֆիկատի մասին, անցան տարիներ։ Տա-դա-դամ։ Այո, բժշկականը եւ զանգ ստացա, որ ուզում են զրուցել, քասթինգի մասնակցեմ, որ հաղորդման։ Որտեղ ձեր մասին իմացան։ Իմ տվյալներով իմացել են իմ տնօրենից, բժշկական մեր Վարդանանց բժշկական կենտրոնի տնօրենից։ Ձեր տնօրենին ասել են, մեզ հաղորդավարու է պետք, տնօրենը չգիտես ինչու։ Մեզ դեմքեր են պետք, ովքեր խոսելուց, այո, չեն կաշկանդվում եւ կարողանում են լավ խոսել, եւ ես այդ ցանկի մեջ էի երևի, թե տեխնատուների եկա մասնակցեցի, այո։ Վաու։ Եվ հաջորդ օրը զանգ ստացա, որ Իսկ գիտեք, որ դա կաստինգ էր։ Այո։ Հա, իսկ գիտեք, որ կաստինգ էր եւ չգիտեք, որ կարող անցնեք, չանցնեք։ Ինչ զգացմունքներ կար այդ ժամանակ։ Հետաքրքիր, ես ընդհանրապես առաջարկներին սովոր եմ միշտ առաջինը այո ասել։ Երբեք չեմ մերժում, երբ որ ինչ-որ նոր փորձառություն է լինում, ինձ հետաքրքիր էր շատ։ Զարմացաք, որ անցաք կաստինգը։ Թե սպասել եք ձեր համար։ Չեմ կարող ասել, որ զարմացա, սպասել էր միգուցե, որտեվ այդ օրը ինձ արդեն հրավիրեցին զրուցել նախագծի ղեկավարի հետ եւ հասկացա, որ ինչ որ տվյալներ ունեմ փաստորեն։ Առաջին անգամ ձեզ որ տեսակ էկրանին որպես հաղորդավարուհի, ինչպիսի զգացմունքներն են եւ ինչ դժվարություններ կար ձեր համար։ Առաջինը շատ դժվար էր այս լույսերի հետ, վառ լույսերի եւ տեսախցիկների հետ աշխատելը, որովհետեւ ինչքան էլ ելույթներ ունեցել եմ, միշտ գոլեգաներիս համար զուտ դրանք եղել են ինչ-որ սեմինար, լեկցիա, բայց երբ տեսա, ինձ պատկերացիք հենց առաջին եթերը դուր եկավ, հետո արձագանքներ լավ հնչեցին ծանոթներից ամենայն դեպս, հուսամ որ օբյեկտիվ ու մի քիչ այդպես վստահություն շատացա, որ այդքան էլ վատ չէ։ Սցենար անգիր եք անում, կարդում եք, ինչպես է դեռ։ Մեր սցենարիստը իդեպ դադարել է ինձ նախատել ու ուղղել, որովհետև գիտի, երբեմն ինչ որ հարցեր փոփոխում եմ զուտ իրավիճակից ելնելով, եթե գտնեմ, որ նայում եմ աչքի տակով անցկացնում եմ, հետո կա պլանշետ օգնական, շատ լավ որ կարող ես նայել, քեզ կհուշի եւ երբեմն էլ ըստ իրավիճակի որոշում ես, որ այս հարցը ավելի տեղին չէր, այլ կարելի է եւ ուրիշ հարց տալ։ Դուք երջանիկ եք, մեկ-մեկ կարդում եք, իսկ մարդկա նա այստեղ է, որ ընդհանրապես չի կարդում։ Չունի սցենար։ Մարդիկ գրում են, չարչարվում են։ Իսկ ինչն է ամենահետաքրքիրը հեռուստատեսության մեջ ձեզ համար, որ ներսից, ոչ թե դրսից, չէ՞ որ դուք
այն մարդն եք, որ դրսից է տեսել, հիմա արդեն հասնում խոհանոցում եք, բարի բուն իմաստով խոհանոցում եք եւ առասարակ։ Երբ նայում ես նկարը, քեզ թվում է, որ ամեն ինչ շատ պարզ է, բայց երբ ներսից ես տեսնում ես, որ ամեն ինչ շատ մանրակրկտորեն մտածված է, միլիմետրի, որտեղ նստեցիր, ինչպես խոսեցիր, կամ նույն ասվածդ խոսքը, եթե չի նկարահանվում, դու միգուցե մի վրիպում անես, որը չնկատես, բայց երբ որ ասում ես, քեզ ընտեղից հուշում են, որ այս բառը լավ չհնչեց կամ դիրքդ այդքան էլ գեղեցիկ չէր, ինչ որ խոշորացույցի տակ ես քեզ զգում ներսից։ Այո, հաճելի զգացմունք է դա։ Ինձ համար հաճելի է, այո։ Կոփում է, էլի կոփում է, որ ավելի վստահ լինես։ Վերադառնում եք ձեր առօրյա եւ որպես բժշկուհի ընդունում եք պացիենտի եւ նա դες տեսը չի զարմանում օրինակ գալիս է դուք եք։ Իմ պացիենտներից ասում են, որ այ բժշկուհի բոլոր ձեր հաղորդումները նայում ենք, այնքան հաճելի է ձեզ լսել։ Նայել եք, հիվանդացել ենք եկել ենք։ Այդպես էլ է եղել, որ նայել են նորեն եկել, երբեմն էլ միջանցքում ի դեպ, կլինիկայի միջանցքում հարցում են, ասում են դուք այն հաղորդավարուհին եք, ասում այո։ Так, դուք նյարդաբան եք։ Նյարդաբան։ Ինչու հենց այդ ընտրեցիք այդ ճյուղը։ Առաջին ընտրությունը, որ հիշում եմ պիտի ավարտեինք ու բոլորի առջև հենց այդ հարցներ ինչ ընտրել, իմ ընտրությունը ֆիլտր է դրված ոչ վիրաբուժական, որտեղ դա իմը չի, կտրել, ծակել, միանշանակ, միայն դա գիտեի, որ իմը չի, ընտրում էին թերապևտիկ, միայն խոհանոցում, ընտրում էին թերապևտիկ մասնագիտություններից, ներզատաբան, նյարդաբան եւ հասկացա, որ ինչ-որ նյարդային համակարգ, գլխուղեղ, ինձ ավելի հետաքրքիր է։ Так, Արտյոմ, դուք ինչ կասեք, երբևիցե ելք նյարդաբանի մոտ։ Ճիշտն ասած ոչ։ Հիմա ունեք ունիկալ հնարավորություն, կա ու դիմել նյարդաբան։ Ինչ որ բողոքներ, խնդիրներ։ Ճիշտն ասած ոչ մի բողոք ու խնդիր չունեմ, քանի որ խոհանոցը այդ այնտեղն է, որտեղ որ պետքա լինես ստրեսակայուն։ Նյարդերից բնականաբար պետք է լինես պինդ, այո, որովհետև նյարդերից թույլ լինելու դեպքում հաստատ չես կարողանալ շարունակել այդ գործը։ Դրա համար խորարները ստրեսակայուն են։ Այո։ Դա էմոցիոնալ մարդիկ են, չէ՞։ Դա կարծրատիպ է։ Իմ հետ կապված օրինակը կբերեմ, դա գալիս է նրանից, որ դու օրը 16 ժամ կամ 10 ժամ կամ 12 կամ 8 ժամ, հա, անցնում ես, չգիտեմ, մի փուլից մյուս փուլը պատրաստել էմոցիաներ դրական եւ բացասական, հյուրի դժգոհություն, հյուրի գոհունակություն, այդ ամենը էմոցիաներ են, որ ասենք մարդուն կարող են կամ տանել ստրեսի կամ չտանել ստրեսի։ Դրա համար ես մտածում եմ, ոչ, ինչ չեն տանում։ Եփող թափողները։ Եթե օրինակ Արտյոմին եւ ինձ թվում է, որ մենք խնդիրներ չունենք եւ բողոքներ չունենք։ Դա արդյոք այդպես է, թե։ Նյարդային միգուցե պետք է կես տարին մեկ գնալ եւ ստուգվել օրինակ։ Ահա, տեսեք, միջին տարիքի առողջ մարդը կարիք չունի պրոֆիլակտիկ ուղղակի նյարդաբանի զննման գնալ։ Միջին տարիքը հիմա մինչև 44 տարեկանը համարվում է երիտասարդ, պատկերացրեք, որ դա մինչև 50-60 Իսկ 50-ից հետո ինչ է արդեն։ Սովորաբար նյարդային համակարգը իր մասին զգացնել տալիս է, եթե որևէ խնդիր կա։ Ու նույնիսկ հետաքրքիր ինչ է, որ միշտ չէ, որ դա միայն հոգեբանական եւ հոգեհուզական էմոցիոնալ դրսեւորումներ են լինում, շատ հաճախ ֆիզիկական դրսեւորումներ են լինում։ Երբ շփոթվում է մարդ գնում է միացրտաբանի, ներզատաբանի, ինչ որ այլ բաներ է փնտրում, պարզվում է, որ դա նյարդային համակարգն է այդպես արձագանքում ու կարող է նույնիսկ մարմնի դողը, գլխապտույտը, թմրածությունը կամ սրտի ծակոցը լինել կապված նյարդային համակարգի հետ, ոչ թե այն օրգանի, որը ինքը կասկածել։ Արտյոմ, ինչ է կատարվում։ Մենք արդեն կտրատեցինք սխտորը, պղպեղը եւ մաղադանոսը։ Հիմա ավելացնում ենք էքստրաձեթը, արևածաղկի ձեթը, հետեւաբար ավելացնելու ենք լիմոնի հյութը, աղ եւ սև պղպեղ։ Սա սոուսն է, որը չի տապակվում, չի եփվում։ Ոչ, սա չի տապակվում, չի եփվում։ Սա ուղղակի վրայից մենք հետո ավելացնենք։ Շատ բարի, շատ բարի։ Так, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արտյոմը Grand Ost-ի շեֆ խոհարարն է, Grand Ost-ը գտնվում է Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում։ Հենց կարող է գնալ եւ այս ուտեստը եւ շատ այլ ուտեստներ այնտեղ պատվիրել եւ վայելել։ Եթերում տարբեր խնդիրներ եք առնչվում, տարբեր մասնագետներ են գալի, տարբեր հարցեր պետք է պատրաստեք եւ ինձ թվում է, որ դժվար է սցենար գրել բժշկական ուրեմն հաղորդման համար, որտեղ տարբեր են եւ շատ-շատ։ Ինչպես եք պատրաստվում։
եւ ով է ձեզ օգնում։ Առաջինը նայում ենք այս մասնագիտացման, օրինակ ամենաշատ հարցերը, որ կարող է հեռուստադիտողը կամ նույն բուժառուն, հա, պոտենցիալ պացիենտը եւ բուժառուն կարող են ունենալ, նայում ենք ինչը կհետաքրքրի։ Հետո կա որոշակի կառուցվածք, չէ, բոլորին է հետաքրքիր ախտանիշ, ինչ կարող է լինել, ոնց են զննում, ինչպես են ախտորոշում, այդ հիմնական կառուցվածքը փորձում ենք պահել։ Արդեն մնացածը առանձնահատուկ երբեմն հյուրից է կախված, գիտեք, օրինակ ինքը կարող է շատ հետաքրքիր միտք տալ, որ հիմնականում սրանից մտավախություն է, հիմնական այս միֆերը կամ կեղծ համոզմունքներն են տարածված, եկեք այդ մասին խոսենք, փարատենք, որ չվախենան, գան հետազոտվեն եւ այլն։ Ինչ կասեք Ալցհեյմերի մասին, Ալցհեյմերի մասին։ Ինչ անենք։ Ահա, վերջին դեղորայքը, որ այսպես ասած FDA-ը, գիտեք, ամերիկյան այդ այսպես դեղամիջոցների հաստատող մի կազմակերպություն է, որ ինքը մինչև չհաստատի, այդ դեղորայքը դուրս չգա շրջանառություն։ Ներեցեք, մեր չիմիչուլի սոուսը արդեն պատրաստ է։ Հիմա կանցնենք մյուս սոուսի պատրաստմանը։ Բուրմունքը մի հատ խնդրեմ, վայելեք։ Սոուսը եւ բուրմունքը շատ թարմ ու այսպես առողջ տեսք ունի եւ վստահ եմ, որ շատ լավ ինչ որ այսպես հաճելի նյուանս կավելացնի որպես ուտեստին։ Հիմա կանցնենք մեր մյուս ասիական սոուսի պատրաստմանը, որի համար մեզ պետք է լինելու oyster սոուս, սոյայի սոուս եւ մեղր։ Իսկ ներողություն եմ խնդրում, ինչի ենք երկու հատ սոուս պատրաստում։ Մի սոուսը մատուցելու ենք խավարտի հետ, նույն ափսեում։ Մյուս սոուսը ամենավերջում նուրբ քսվելու է հավի վրա, որպեսզի ավելի արտահայտիչ համ ունենա։ Սրա մեջ համեմունք կա։ Դրա մեջ աղ եւ սև պղպեղ։ Աղ եւ սև պղպեղ։ Փաստորեն մարանիկ կա ներսում։ Մարանիկված է սա։ Այսքան լավ է։ Մարանիկված եւ մերոնացված փաստորեն։ Մարանիկը առաջարկում է ծավալեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սևաղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Վերադառնանք Ալցհեյմերի վերջին անգամ դեղամիջոց ընդունվել էր 2003 թվականին եւ բոլորովին վերջերս 21-20 թվականից նոր երկրորդ-երրորդ դեղամիջոցներ են, որ դեռ փորձարկումներ անցնում են եւ մեկն էլ հաստատել են, ինչ եմ ուզում ասել, որ ցավոք էլի բուժում լիարժեք չկա։ Ալցհեյմերը դեմենցիայի տեսակ է, ամենատարածված ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում ավելի շատ տարածված է անոթային դեմենցիան։ Այսինքն դա հիմա գիտեք չենք ասում թուլամտություն, եթե առաջ մենք դա ասում ենք տարիքային ծերունական թուլամտություն, հիմա անվանում ենք այսպեսին, այո, հիմա ասում ենք նեյրոկոգնիտիվ խանգարում, որովհետև երբեմն այդ թուլամտությունը էլի ինչ որ կոգնիտիվ, այո, մեր ճանաչումը կոգնիցիան է խանգարվում։ Սովորաբար դա լինում է այլ քրոնիկ հիվանդությունների պատճառով չվերահսկված զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, հիպերխոլեստերինեմիան, արյան մեջ այդ խոլեստերին բարձր մակարդակը, դրանից բխում է, որ շատ կարևոր է ապրելակերպը։ Ճիշտ է, ժառանգական գործոն կա, ինչպես եւ բոլոր հիվանդությունների վիճակում։ Այո, ավելացնում ենք մեղրը քաղցրության եւ համայնը բալանսի բերելու համար։ Հիշողության համար լավ։ Այո։ Ես կարծեցի զարմանում եք, որ սոուսի մեջ է մեղրը։ Չէ, արդեն ես ոչ մի բանի վրա, այնքան բան եմ տեսել, որ ոչ մի բանի վրա չեմ զարմանում եւ չեմ զարմանում, որ կարծես թե տարբեր 3, 4, 5 համեր, որոնք որ իրարից շատ տարբեր են, հետո որ դու համադրում ես եւ դառնում է հիասքանչ բան, որ քո մտքով կյանքում չի անցել, որ կարելի է այսպես բան անել։ Եվ միշտ մտածում եմ ով է եղել այդ առաջի մարդը, որ վեկալի մտքով անցել է, հա, որ ասել այ մատ չբռնեմ մի հատ sense բան սարքել։ Ապրելակերպը առաջինը, ֆիզիկական ակտիվությունը, դա բոլոր տարիքային խմբերում է խորհուրդ տրվում, օրինակ նույն մեջքացավերի եւ հուզական վիճակներին, բայց նաեւ դեմենցիայի դեպքում չզարգանալու համար խորհուրդ է տրվում ֆիզիկապես լինել ակտիվ։ Պետք է ավելացնենք հավի վրա։ Սա պետք է ավելացվի հավի վրա ամենավերջում, պատրաստ լինելուց 2-ից 3 րոպե առաջ։ Պատրաստում, հասկացա։ Այո, եւ մեր հյուրին խնդրեմ կտրատել կանաչ սոխը։ Խնդրեմ։ Կարող եք ձեռնոց տալ։ Ամբողջը։ Այո։ Ձեռնոց ուզում եք։ Կեսը։
ասում են stay social active, այս սոցիալական ակտիվությունը հատկապես տարեցների կամ մեծահասակների համար շատ կարևոր է, դեպ, որտեղ գիտենք շատերը տանը շատ են լինում, եթե հատկապես չեն աշխատում, քիչ են շփվում, իսկ դա խիստ կարևոր է միտքը առողջ պահելու համար։ Այսինքն պետք է շփվեն նոր մարդկանց հետ, շփվեն, դուրս գան, զբոսնեն, այո, նոր տպավորություններ եւ էմոցիաներ եւս, դեպ, որտեղ դա ստիպում է ձեր նեյրոնները աշխատել, արտանալ, նոր կապեր ստեղծել եւ փաստորեն անգամ այն ինչ որ գիտնականներ ասում են, եթե անգամ ուղեղի չգիտեմ ինչ մասերը, ոչ մեկ չգիտի որ մասերը իրականում վնասված են, այդ նոր կապերը փոխարինում են, հա։ Տեսեք, նյարդերը, որ ասում են չեն վերականգնվում, իհարկե դա միֆ է, իրականում վերականգնվում են, ուղղակի շատ դանդաղ։ Հիմա տենց որ ասացիք, ես միշտ ասում եմ որ կանայք նենց են անում, որ մեր նյարդերը ասում լավ։ Ինչ են անում։ Դա սուտ է։ Դուք չէ, ուրիշ կանայք, անծանոթ կանայք, նենց են որ ծանոթ տղամարդկանց նյարդերը մահանում են եւ չեն վերակ, բայց փաստը վերականգնում, ուղղակի շատ դանդաղ։ Երբ որ մարդը օգտագործում ոգի իշխանություն, ալկոհոլ, նրան թվում է որ ինքը ավելի խիզախ է, ավելի ուժեղ է, ավելի գեղեցիկ է, դիմացինն է ավելի գեղեցիկ, որ ինքը ամեն ինչ կարող է անել, ինչ որ մի բանից վախենում էր, հիմա կարող է անել այդ ամենը, ինչ է դա։ Մի քիչ շեղվելով պատասխանեմ հերվից, տղամարդկանց համար մի քիչ իրենց ավելի ինքնավստահությունը անկախ օբյեկտիվ չափանիշներից փաստորեն ավելի շատ է։ Ինչ վերաբերում է միջինում տղամարդու ինքնավստահությունը ավելի բարձր է, քան կինը անկախ օբյեկտիվ չափանիշների։ Մարդ երբ որ մի փոքր իր հուզական վիճակը, լարվածությունը թուլացնում է, մենք գիտենք որ ցանկացած ալկոհոլային ըմպելիք, եթե բավարար ու քիչ քանակով օգտագործես, որ քեզ դրիվ չի անջատի, բայց այդ լարվածությունը կհանի, դու դառնում ես ավելի կոմունիկալ, այո, ավելի շփվող, ավելի հաճելի, անկաշկանդ, այդ բառն էի փնտրում, անկաշկանդ եւ բնականաբար ավելի ինքնավստահ։ Ալկոհոլը ազդում է, որպեսզի ակտիվանա մեր պարասիմպաթիկ համակարգը, ոչ թե այդ սիմպաթիկը սթափը, այլ պարասիմպաթիկը, որը թուլացնում է մկանները, անոթները, սրտի բաբախն է թուլացնում, մկանների եւ աղիների աշխատանքի վրա ազդում։ Այսինքն ինքը ազդում է մի ամբողջ կարելի ասել գլխուղեղից մինչեւ նույնիսկ կոնքի օրգաններ ու աղիների բոլոր գործունեությունը թուլացնում։ Այդ լարվածությունը, մկանային սպազմը, հաճախականությունը հանգստացնում է։ Եվ ստացվում է դա, որ դա այն է, ինչ մենք չենք ստացել էվոլյուցիայի ժամանակ։ Այսինքն դա արհեստական, հետո մարդիկ ոչ միայն մարդիկ։ Դե տեսեք, նախկինում ինչպես եղել, մարդ պիտի որսար անդադ պայքարի մեջ լիներ, որ ինքը կարողանար выжить, այո, ինչ են ասում։ Чтобы он выжил, որպեսզի ինքը կարողանար պայքարի կյանքի համար։ Կյանքի համար պայքարի, այո, եւ գոյատևի։ Հիմա գոյատևման խնդիրը մարդկության առջև այլևս դրված չի։ Այսինքն շատ բաներ ավելի հեշտ է տրվում, ուտելու համար եւ պայքարելու համար այդքան դու ջանք այլևս չես ներդնում, այսպես ասած, եւ կարելի ասել, որ սա էլ է ինչ որ էվոլյուցիա, բայց մյուս կողմից մի քիչ թուլացնում է մարդուն բոլոր իմաստներով։ Մենք արդեն վերջացրեցինք մեր սոուսները պատրաստելը, հիմա արդեն կարող ենք պատրաստել խավարտը, մինչև որ պատրաստ լինի մեր հավը։ Այստեղ չէ՞ լցնում։ Հաջորդ օրը, երբ որ օրգանիզմը սկսում է տառապել այդ ամեն ինչից, դա կապված է միայն նրա հետ, որ այդ տոքսինները պետք է դուրս գան։ Կապված է նրա հետ, որ ջրազրկում է, այսպես ասած, եւ օրգանիզմը դեռ վերականգնվելու կարիք ունի, որտեղ ինքը ջրի պակաս է ունեցել, ինչ որտեղ հեղուկ ավելի շատ կուտակվել է, դա ալկոհոլի հետևանքով է տեղի ունենում։ Այդտեղ չկա հստակ չափ, մեկը կարող է 2 բաժակ անգամ փոքրիկ ինչ որ ալկոհոլային ըմպելիք օգտագործին, իր համար դա արդեն բավարար է ուրախ լինելու, մեկ ուրիշը շատ ավելի։ Իսկ թվում է, որ քանակի մեջ է դա նշան է, որ մի բան չափն անցել ես երևի, դա ուզում ասել, ենթադրում եմ։ Որտեղ այդ կարմիր գիծը կամ այդ բարակ գիծը, որը որ նյարդաբան դառնում է արդեն հոգեբան եւ հոգեբանություն այդտեղ կա թե չկա։ Շատ տեղին է ասել, շատ կապված է։ Երևի կհամաձայնեք, որ յուրաքանչյուր բժիշկ էլի բոլորը ասում են, կա դրա մեջ որոշ ճշմարտություն, որ ինչ որ հոգեբանական տեխնիկաների էլ պիտի հետևի զուտ նորմալ կոմունիկացվելու եւ քո ասածը փոխանցելու, բոլոր մարդիկ, այո, բոլոր մասնագիտությունների նյարդային համակարգի հարցն էլ հենց նրանում է, որ մենք գործ ունենք ոչ միայն ֆիզիկական մարմնի, այլ հոգեվիճակի, որտեղ մարդ կարող է մի միտք ուղղակի պատկերացնել եւ իր մոտ ֆիզիկական մարմինը եւ ուղղակի այնպես արձագանքի, ասես դա իրականություն է։ Նյարդաբանի եւ հոգեբանի սահմանը իրոք այսպես շատ նուրբ է,
Հոգեբանները սովորաբար եթե աշխատում են հոգու հետ եւ զրուցում են եւ իրենց սեանսները անում են միայն զրույցի միջոցով, նյարդաբանը նաեւ իրավունք ունի նշանակել դեղամիջոց, կարող է ախտորոշել նյարդաբանական օրինակ հիվանդություն, բայց ասեմ շատ եմ ուղղորդում չի նշանակում։ Այո, հոգեբուժը այլ է։ Ֆիլմերում գնում ենք, մենք չէ, ֆիլմերում, որ ամերիկական ֆիլմերում կամ սերիալներում գնում են հոգեբանի մոտ զրուցում են, ինչ բան է խոսում, հետո հոգեբանը ես ինչ է գրում եւ նա միշտ այդ բանը չէ, տենց երաշտությունը ու ինքը տենց առավոտյան բացում այդ հայլու ետևից հանում է, ինչ բանը խմում եւ այդ ոնց է որ դեղը։ Սովորաբար դրանք հոգեթերապևտներ, հոգեբուժեր են, ովքեր էլի բժշկական կրթություն ունեն եւ իրենք իրավունք ունեն։ Իրենք կարող են երկուստեք եւ հոգեթերապիաներ վարել զրույց եւ բուժում դեղորայք նշանակել։ Կարտոֆիլը կարմրացնում ենք փաստորեն։ Այո, կարմրացնում ենք, արդեն հասունացել է պահ ավելացնելու աղը, համեմունքների փունջը, որը իր մեջ պարունակում է ռոզե պեպեր, սև պղպեղ, սպիտակ պղպեղ եւ բահար եւ կարմիր պղպեղ։ Շնորհակալություն Մարանիկին։ Տեսեք, ամեն ինչ ունենք, աղացով է այստեղ։ Եփող հապողները։ Եվս մեկ շատ հետաքրքիր հարց, որը ինձ միշտ հուզել է եւ ուզել եմ տալ մասնագետին, որը որ թե մասնագետ է, թե գիտնական է, հիմա մարդը հոգի ունի, թե չունի։ Իհարկե ունի։ Որտեղ է դա, ուղեղում է, փորիկում է, որտեղ է 21 գրամը։ Ես չեմ կարծում, դες եմ հարցում, ես ունեմ իմ, չգիտեմ ինչ որ հասկանալ կամ, այո, հասկանալ կամ անհասկանալի պատկերացում։ Գիտեք, երբ Եվ այդ 21 գրամը առհասարակ գոյություն ունի, թե չէ։ Երբ բացի ֆիզիկական մարմինը, նաև ունենք հոգի, ով կարող է այս կամ այն կերպ արձագանքել իրավիճակին, նույն ցավային ազդակին մեկ արձագանքի խիստ ցավոտությամբ, չնայած մենք դա էլի ցավային ռեցեպտորներով ենք շատ հաճախ բացատրում, բայց նույն իրավիճակում մի մարդու վարքագիծը կարող է լինել այսպիսին, մեկ ուրիշինը մեկ այլ կերպ։ Այսինքն մենք համոզվել ենք էվոլյուցիայով, որ կա ոչ միայն ֆիզիկական մարմին, նաև հոգի, բայց շատ ավելի երևի մասնագիտորեն որպես փիլիսոփայորեն պատասխանելը երևի թե ասեմ, որ դա եկել է էլի բուժում բժիշկների աշխատանքների ընթացքում, որ իրենք հասկացել են նույնանակ Ֆրեյդի շատ աշխատանքներ, եթե ուսումնասիրում ես, ինչքան է ինքը Ֆրոյդը, այո, ամեն ինչի մեջ ինքը ինչ որ մի ենթատեքստ տեսնում է մարդու վարքագծին, նույնիսկ մանկական վիճակում ունեցած, այո, փորձը, տրավմաները մանկական եւ այլն, ամեն ինչի մեջ ինչ որ հոգեվիճակ, այո, այո։ Так, կարտոֆիլը կարմրելը տեսնում եք ինչ գեղեցիկ տեսք ունի, որովհետև տապակվում է մեր սիրելի լուրպակով։ Շատերը մտածում են, որ լուրպակը դա լուրպակ է, բայց լուրպակը դա կարակ է լուրպակը։ Տեսեք, աշխարհի բոլոր ծայրերում կարող եք տեսնել դանյական կարակ է 125 տարի մարդիկ կարակ են պատրաստում 125 տարվա ավանդույթներ։ Պատկերացնում եք Ֆրոյդի չափ է այս կարակը, կարելի է այսպես ասել։ Դանյական լուրպակ կարակը ունի մոտ 125 տարվա պատմություն, եւ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարակը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպարկ բարձրորակ կարակը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը։ Լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Մարդու մեջքը ցավում է, մարդը ինչ-որ բանից նեղված է, մարդը ունի գլխացավ եւ այլն։ Գալիս է ձեզ մոտ եւ հասկանում եք, որ խնդիրը ավելի խորն է։ Այսինքն այդ հոգեկան։ Այո։ Ինչ ենք անում, դրան դեղորյակ կա։ Մեջքի ցավի համար պարզա որ ցավազրկող կտակ կամ շատ տեղին հարց եք տալիս, ինչու շատ ակտուալ, որովհետև ես հենց անցած տարի ընդունվեցի Մոսկվայի այդ պրակտիկ հոգեբանության ֆակուլտետը հենց այդ պատճառով, որովհետև եկա մի պահ, երբ ես հասկացա, որ իմ այցելուներին պետք է ինչ-որ մի այլ գործիք, որին ես չեմ տիրապետում, այսինքն հարցնում ես եւ դու հասկանում ես, որ այդ ցավի իր ինդիվիդուալ տանելիությունը, այս իրավիճակի հետ կապված իր ապրումները ինքը եկել է ուղղակի զրուցելու, այո, եւ միջև ինքը իր ընկալումը, վերաբերմունք, ապրելակերպը չվերանայի, դու իրեն չես կարող բուժել ու չես կարող օգնել։ Չկա այդպիսի մի հրաշք տաբլետկա, որը կարող է այդ իրավիճակը լուծել։
տեսեք մարդկությունը ամբողջ իր էվոլյուցիոնալ ճանապարհին երկար հազարավոր տարիներ եկի ապրել է ինչ որ մի կարգավիճակում, իսկ հիմա ամեն ինչ այլ կերպ է եւ շատ ավելի արագ եւ միգուցե մեր ուղեղ ռեֆլեքսները եւ բոլոր էվոլյուցիային ձեռք բերած բագաժը այսօր կամ չի աշխատում կամ սկսում է վատ աշխատել։ Համաձայն եմ, դրա համար էլ այսօր շատ են տեսեք տագնապը, եթե նախկինում օրինակ ես աշխատել եմ 12-13, չգիտեմ, մոտավոր եմ ասում այսքան տարի նյարդաբան, եւ եթե նախկինում առաջին գանգատը, որով դիմում էին ցավներ, հիմա հավատացեք տագնապն է։ Հիմա արդեն ստրեսի բոլոր դրսևորումներն են, ինչու որտեղ վերջին տարիներին այո, ինֆորմացիոն աղբյուրը, տենդենսները, արժեքները մարդկանց այնքան արագ է փոխվում, որ մարդկանց թվում է, որ իրենք ինչ որ բանից ետ են մնացել, որ իրենք ախր դրան սովոր չեն, բայց պիտի համապատասխանեն այս նոր չափանիշ թե մասնագիտական, թե մարդկային առումով սերունդների բախումը հիմա կարծես թե շատ այդ կոնտրաստը մեծացել է, համաձայն եմ։ Ես կարծում եմ, որ դրա լուծումը մի կողմից, այո, չկտրվել, կապը պահել քեզ մի քիչ մեծ, քեզանից փոքր, եթե կարելի է ինչ-որ ծրագրեր սովորել, այսինքն որպեսզի դու այո քեզ անպիտան չզգաս այս թվին, որտեվ այսօր նույնիսկ բժիշկը պիտի էլեկտրոնային ինչ-որ ծրագրերի տիրապետի, որպեսզի կարողանա լիարժեք եւ լավ կենտրոնում բժիշկ աշխատել, բայց եւ խելամտության այդ սահմանները չկորցնենք եւ չփորձենք ամեն ինչի տիրապետել։ Այսօր բոլոր ուզում են ամեն ինչ իմանալ։ Այդ ծրագրերը, որ ասացիք, այդքան գրելը, ջնջելը չի խանգարում ձեզ որպես բժիշկ։ Դա էլ գիտեք, երևի կոմունիկացիոն հմտությունների մի մասն է, որովհետև իրոք շատ մի քանի որ ուսումնասիրում եմ, հա, ինչպես օրինակ ով է կոչվում ամենալավ բժիշկը, ձեզ դուք ինչ կպատասխանեիք։ Ինչ չափանիշ է ձեր համար ամենակարևորը։ Հիմա ապրում եմ բժիշկների ընտանիքում, այսինքն շուրջ բոլորը լավ բժիշկը ինձ համար նախ բարի մարդ պետք է լինի։ Պետք է լինի արեստավարժ, պետք է ինքը իր ուժերին հավատա առաջին հերթին, այսինքն օրինակ կարողանա վստահ ինքը իր երեխաներին բուժի, եւ ոչ միայն բուժի, եւ անգամ եթե վիրաբույժ է, վիրահատություն անի, չնայած ասում են, որ չի կարելի, բայց այդքան խիզախ մարդ պետք է լինի։ Ներողություն եմ խնդրում, ինչ է։ Հավը արդեն կարելի ասել պատրաստ է։ Մենք պետք է համեմենք ասիական սոուսներով եւ մեղրով։ Եվ նորից եւս 3 րոպե եւ արդեն պատրաստ է։ Պարզվել է, որ այո, ամենաշատը պատասխանում են այն բժիշկն է լավ, ով մեզ լիարժեք լսեց, ով մեզ մինչև վերջ կարեկցեց, ինչու ոչ, ճիշտ է, բժիշկը պետք է ունենա մի քիչ սառնասրտություն, որպեսզի կարողանա օբյեկտիվ այդ պահին դատի, բայց այդ որ դուք ասեցիք բարի, այո, կարեկցանքը նույն էմպաթիան, որ շատ ենք ասում, իրոք կարևոր է, եւ ինչքան դու փորձ ես ձեռք բերում, այնքան դու կարողանում ես կոնտակտը պացիենտի հետ այնպես պահել, որ դու զուգահեռ նույնիսկ որ գրում ես, ինքը գիտի, որ դու իր ամեն բառը լսեցիր, որտեղ դու ակտիվ ես լսում, ոչ թե ուղղակի գլուխդ կախում ես անում, դու կարող ես իր ասածի վերաբերյալ մի հարց հետադարձես եւ ինքը հասկանա, որ դու ամեն բառը լսել ես, բայց եւ պարտավոր ես լրացնել, որպեսզի ցուցում տաս իրեն, որ հետազոտվի կամ լրացնես, որպեսզի իր օրինակ ապահովագրականը դա տեսնի, օրինակի համար։ Տասնյակ պացիենտներ եք ընդունում դուք եւ հազարավոր միլիոնավոր բժիշկներ աշխարհում։ Վերցնում եք ձեր վրա այդ մարդկանց ցավը, վիշտը եւ այլն, ինչպես եք դուք պաշտպանում այդ ամեն ինչից։ Ինչպես եք դուք հաղթահարում ձեր ստրեսերը։ Գնում եք տուն, կանգնում եք տակ դուշի տակ, ես չգիտեմ, սերիալ եք դիտում, սիրված անձի հետ շփվում եք, գնում եք անտառում, գոռում եք բարձր, վազում եք, ինչ եք անում։ Երևի կան ստանդարտներ, որ բոլորի համար է աշխատող, հա, այդ նույն վազելենքը, կորտիզոլը լավ թեթևացնում է, որ դու ֆիզիկական ակտիվության մեջ ես, ստրեսի հորմոնը իջեցնում է։ Ջուրը, օրինակ ինձ համար ամենալավ թերապիաներից մեկը հայրոք ցնցուկն է, որտեղ որովհետև այդ հոգնածությունը տուղակի թեթևանում է եւ գնում է, բայց ի սկզբանե, որպեսզի դու այդ հյուծումը չունենաս, վիգարանիա, հայերեն ինչպես է, հյուծումն է, չէ, էմոցիոնալ, երևի հատկապես բժիշկները այրում, շնորհակալություն, այո։ Ներեցեք, վերջ արդեն մեր հավը պատրաստ է, կարող ենք փորձել։ Կարող ենք սկսել մատուցել։ Հա, ուրեմն ավարտեք նախադասությունը, հետո ես կանչեմ մեր օգնականներին, մեր սիրելի միստեր Ջինի հետ այստեղ շատ արագ ամեջ կմաքրեն։ Դրա լուծումը ես գտել եմ այսպես, որ այն պահից սկսած, երբ դու ուղղակի ամեն ինչին նայում ես, այնպես ինչպես պիտի լինի, թույլ ես տալիս այն միտքը, որ այո, այս աշխարհում շատ բան է լինում եւ հնարավոր է լինել եւ մենք ոչ մեկս չենք կարող դա կանխատեսել, կանխորոշել կամ փոխել, դու սկսում ես անել քո գործ այդ փոքրիկ օղակում, եթե քեզնից հասնում է լսել եւ նշանակել դեղամիջոց կամ գոնե բարի խոսքով իր մի քիչ հոգեվիճակը թեթևացնել, դու այլևս այդ մեծ հյուծումը չես ունենում։ Եթե ամեն ինչ այդպես հեշտ լիներ, ինչպես հիմա միստեր Ջին այստեղ կմաքրեր, ըստ երևույթի բժիշկները մեզ պետք չէին գա։ Բայց
ցավոք սրտի ամեն ինչ այդքան հեշտ չի։ Միայն մաքրության հարցն է հեշտ, եթե ունեք Mr. G-ն։ Մնացեք մեզ հետ։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. G-ը իր լվացող, մաքրող եւ աղտահանող միջոցներով։ Իդեպ Mr. G-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. G-ն ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ Ահա, եկան հավիկները։ Ես բացում եմ հիանալի Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի վարդագույն կամ ռոզե ֆրունզի գինին եւ հիմա կսկսենք վայելել եւ դա միգուցե կօգնի մեզ մի պահ անջատվել իրականությունից, ստանալ հաճույք, դա էլ է, չէ՞ լավ։ Իհարկե։ Օրեկան ինչքան հաճույք է կարելի ստանալ։ Ամեն ինչից գինի կարելի է, գինի մասին չի խոսքը, առհասարակ, օրինակ, համեղ սնունդ, հետաքրքիր զրույցներ, լավ գիրք, չգիտեմ, դրանք չէ որ դրանք ցանկալի է որ դա լինի օրեկան հիմունքներով, ոչ թե որ մտածում են տարին մեկ անգամ 5 օրով հանգստի գնան եւ ամբողջ իրենց տարվա ստրեսը կանցնի, իսկ ինչքան քանակը որոշում եք դուք, մասնավորապես մարդիկ, ովքեր հասկանում են, որ լարված աշխատանք ունեն, շատ պարտականություններ ունեն, կարող են նաև կարողանալ սովորել լիցքաթափել, որպեսզի ավելի որակյալ աշխատեն։ Հասկանալի։ Ինչպես եք դուք լիցքաթափվում։ Ես լիցքաթափվում եմ աղջկաս հետ ֆիլմ դիտելով, դա մեր սիրած Ոյ, շատ մուլտֆիլմեր կան հիմա, որ հավանում ենք, իրար հետ նայում ենք, նորություններ եթե լինում է, իդեպ ֆրանսիական մի քանի ֆիլմ կա մանկական, որ ինձ շատ է դուր եկել, եւ իմ աղջկան եւս, մի խոսքով փնտրում ենք, ու ինչ որ հետաքրքիր Ինչքան է ձեր աղջիկը արդեն։ 9 տարեկան կլինենք շուտով։ 9 տարեկան կլինեմ, դե արդեն մեծ աղջիկ է բավական, ինքն է արդեն ձեզ ասում, որ ինքն է ասում, այս կա, այո։ Նախ դա զբոսանքը մեկ է լռությունը։ Օրինակ ես երբեմն միայնակ մնալ լռության մեջ սիրում եմ։ Երաժշտություն կլինի, գիրք կլինի։ Իրականում ամեն մարդուն ըստ էության պետք է օրական գոնե մի քանի րոպե, որ նա մնա միայնակ եւ փորձի իր մտքերը գոնե իրար գլուխ հավաքի։ Այո։ Ահագին խորհուրդներ այսօր լսեցինք խելացի մարդկանցից, որովհետև թե արդյոք Իսպիրանը մեզ տվեց խորհուրդներ, թե իհարկե Ռիփսիմե եւ կարեւոր է սա, Արդեն ավելացնում ենք չիմիչուրի սոուսը։ Սա կարտոֆիլի։ Ինչպես է կոչվում։ Այո, չիմիչուրի սոուս։ Չիմիչուրի։ Ինչ գեղեցիկ է։ Լատինոամերիկյան սոուս է, որը օգտագործում են նաեւ Մեքսիկայում, Բրազիլիայում եւ այլ շատ քաղաքներում։ Так, վերջ։ Եվ ավելացնում են կանաչ սոխը։ Ահա։ Այս ուտեստը կարող են գրանդոսում պատվիրել։ Այո։ Так, վերջնում ենք։ Ես տամ բոլորին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Վերցրեք գինին, մի հատ։ Так, դե որպես նյարդաբան, մի հատ նյարդաբան։ Մի բան ասեք, որ մեր նյարդները հանգստանան։ Ինչ կարելի է ասել կամ անել արդեն հասկացանք։ Կենաց ասել իրոք չգիտեմ, բայց մի բան ասեք։ Ցանկանում եմ գտնել այդ հենման կետը, որը մեզ շատ հաճախ պակասում է, դա կլինի լռությունը, լավ սովորությունը, հաճելի շփումը կյանքում, որը մեզ մշտապես կլիցքավորի, կոգեշնչի գնալ առաջ, անկախ ամեն ինչից։ Ինչպես կասեր Զիգմունդ Ֆրոյդը, ճանաչեք ինքներդ ձեզ։ Ֆրոյդ ջան, ականջդ կանչի։ Չգիտեմ գերմաներեն ինչպես կը։ Գերմաներեն տիրապետում եք։ Ցավոք չեմ տիրապետում։ Լավ, դե ուրեմն ինչ ուզում ես կարակ։ Փորձել եմ, չի հաջողվել։ Այո։ Ես գիտեմ օց ինչպես է գերմաներեն։ Շլանգե։ Ես միայն հիշում եմ իրենց ներեգությունը Entschuldigung։ Ասում եմ միայն գերմաներեն կարելի է այդքան երկար ներեգություն ընտրել։ Կոպիտ կարծես թե, չէ՞, մեր ականջի համար։ Այո։ Միայն դա եմ հիշում։ Դե լավ։ Այո։ Իսկ հիմա վայելենք հավը վերջով եւ կարտոֆիլը։ Այո, ես առաջին կարտոֆիլից կսկսեմ։ Ինչ փափուկ է։ Եվ խրխրթան միաժամանակ։ Շատ տաք չէ։ Անվտանգ է փոքր։
Հիանալի, տեսեք սոուսը ինչքան լավն է։ Այո, Արտյոմ էլի չի ուտում։ Անկամ պատրաստը չի ուտում։ Արտյոմ, մի բան դուք եք, այդքան չարչարվել եք։ Երբեք չի ուտում։ Արտահայտվեք։ Շատ ինձ դուր եկավ։ Ես հերթական անգամ համոզում եմ սոուսը ինչքան ճիշտ սոուսը ինչքան կարևոր է։ Եվ իդեպ տեսքը։ Միայն այս կանաչը, այս վառ գույները իրոք այդ օրգանոլեպտիկ հատկություններ, չէ՞ որ ասում են սնունդը նաև պիտի այդպիսի հատկություն ունենա, որպեսզի քեզ մոտ ալկոհոլժակ գրգռի եւ արդեն տեսնելուց որ սկզբից հաճախորդը տեսնում է, հետո զգում է բուրմունքը, հետո համը։ Խոհարարների հակառակ process-ը։ Նա իր ուղեղում պատկերացնում է համը, այո, հետո պատկերացնում է ուրեմն տեսքը, հետո պատրաստում է։ Բույրն է պատկերը, համը, բույրը եւ հետո նոր տեսքը։ Հիասքանչ է։ Շատ դուր եկավ։ Ուտեստը ինձ շատ դուր եկավ, ես առաջինը ուրախացա, որ հավով է պատրաստում, որտեվ իմ սիրած սննդամթերքներից մեկն է եւ այստեղ կարելի ասել համատեղվել էր եւ առողջը օգտակարը եւ շատ համեղը։ Այնպես որ էլի համոզում ենք, որ կարելի է երկուսը մեկում օգտագործել եւ խղճի խայտ չունենալ, որ դա քեզ կվնասի։ Ինչ տոնը պետք է տեսախցիկները անջատել։ Մենք տող ենք տեսախցիկներին, բայց անջատելը հաց ուտենք հանգիստ։ Մի կտոր, մի ջարդ։ Ասում են մի կտոր հաց ուտենք, չէ՞ չեն ասում մի կտոր հավ ուտենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Հացը կարևոր բան է։ Շատ։ Իսկ մի ջարդ։ Օրինակ, Արտյոմ, ես ուտեստը որ մատուցում եք, հաց տալիս եք հետը, թե ոչ։ Ճիշտն ասած ոչ, հացը մեզ մոտ առանձին պատվերով է, բոլոր հացերը պատրաստվում են մեզ մոտ։ Ունենք ֆոկաչա հաց, որը պատրաստվում է մեր պիցայի վառարանում։ Ամեն օր թարմ եւ որը 3-ից 4 անգամ նաեւ ունենք մեր ֆիրմային կարագը, որը որ մատուցվում է հացի հետ։ Հաց կարագ։ Արդեն ինչ սիրն է հնչում ամեն։ Դե ինչ մենք էլ ունենք մեր ֆիրմային կարագը։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Այև մենք Ֆանֆան Ճուլպանի կողմից այս գեղեցիկ ծաղկեպունջը աշխարհի ամենագեղեցիկ նյարդաբանին, խնդրեմ, սա ձեզ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք, եկաք եւ իմ ու Արտյոմի նյարդերը հանգստացրեցիք։ Նվերներ Մարանիկի կողմից, Լուրպակի կողմից, Միսթր Ջինի կողմից։ Շնորհակալություն Արտյոմ, հիանալի ուտեստ պատրաստելու համար։ Շնորհակալ եմ շատ։ Արտյոմին դժվար է տեսնել իհարկե Գրանդոստում, որտեղ դա այնտեղ զբաղված է, բայց կարելի է միշտ զգալ, երբ որ գնաք պատվիրեք ուտեստը, յուրաքանչյուր ուտեստում Արտյոմի լուման կա։ Մեծ կամ փոքր։ Շնորհակալություն Արտյոմ։ Շնորհակալություն։ Հիշում եմ այսօր այսքանը։ Հիշեք ինչ էր ասել Զիգմունդ Ֆրոյդը ճանաչելու մասին։ Ճանաչեք ինքներդ ձեզ եւ ամեն ինչ կարծես թե ել ավելի լավ եւ հեշտ կլինի այս կյանքում։ Եփող թափողները։